Ընդհանուր չէ, լավ է։ Սա ուրիշ լարվածքի գործիք է, սոլ լարվածքի գործիք է։ Սա այդ պոպոկի փայտից որ նոր ենք սարքել, եւ գործիքն է։ Ավելի թավ հնչողությամբ ունենք բաց գործիք։ Դուդուկները վերջնական փորձարկման են վաճառքի հանելուց առաջ։ Հնչողություն ստուգողը արտադրության դասախոս երաժիշտ Ավագ Վարպետն է։ Նա է այստեղ ծիրանափողին ստիպում նվագել համբերատար մշակելով։ Գործիքը կիսապատրաստ վիճակի է բերում, ավելի ստույգ դրա ծնունդը սկսում կոնսերվատորիայի ուսանող Հրանտը։ Նախ հատուկ սարքով ընտրում է փայտը, ապա հաստոցի օգնությամբ դրա մեջ զգուշ անցք բացում։ Աշխատանքի շարունակությունը մշակման սենյակում վստահված է գեր ճշգրիտ ռոբոտին։ Սարքավորումն արագ հարթեցնում է դուդուկի փողն ու վրան անցքեր անում։ Գործիքը արդեն համարյա պատրաստ է, արդեն պետք է տեղափոխվի լարելու։ Լարելու միջոցով է գործիքը հարմարեցվում նվագողի մատների տակ սրտեր շարժող երևեժներ արձակելուն։ Փայտը նաև յուղ է շնչում, մինչև դուդուկը նախնական չափումների տաղավար կգա։ Ըստ այս ցուցիչների հասկանում եմ իշխանապետ հետո ընթացքում իրան մի հատ վերանայել, նորից էլի վրան աշխատանք տանել։ Պրոֆեսիոնալների թիմային աշխատանքն ու ժամանակակից տեխնոլոգիաները համադրելու շնորհիվ են սովորական փոքր արտադրամասից վերածվել դուդուկի մեծ արտադրողականություն ունեցող բացառիկ ֆաբրիկայի, հպարտանում է ընկերության հիմնադիրը։ Տարածաշրջանում Վամելը միակ ֆաբրիկան է, որ կարողանում է արտադրել ազգային նվագարանները։ Հայաստանից թե դրսից ինչքան պահանջարկ լինի, կարող են ապահովել այս ձեռնարկությունից պարզվում է երաշտական մեր գործիքը միայն սփյուռք չէ, որ արտահանում են։ Դուդուկի մեղեդին սկսել է ավելի հաճախ հնչել օտար երգիչ-երգչուհիների կատարումներում, նաև տարբեր երկրների նվագախմբերում, նկատում է Վարդգես Մելքոնյանը։ Հիմնականում Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Եվրոպա, Ճապոնիա, Իզարմանից ինձ Ռուսաստանում դուդուկի պահանջարկը այդքան մեծ չէ։ Շատ մեծ պահանջարկ ունի Լատինական Ամերիկան եւ շատ մեծ պահանջարկ ունի նաեւ Ավստրալիան։ Ես նաեւ արտահանել եմ Հարավային Աֆրիկա, երևի մոտավորապես 20 անգամ, Մադագասկար, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն եւ այլն։ Իմ ձեռքում խրոմատո տեսակի գործիքն է։ Նվագելու տեսանկյունից դուդուկի հեշտացված այդ տարբերակը բնական է, նույն մեղեդայնությունը չի կարող ունենալ, ինչ մեր ծիրանափողը։ Պատրաստի հերթական խմբականակից դժվարությամբ բաժանվում է Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի դուդուկահար Վարպետ Վաչեն։ Ահա տեսեք ներկված գործիքներն են, իսկ սա պոպոկի փայտից է, որը որ ներկված չէ, լինես բնական մշակում անցած։ Ստեղ տեսակավորվում է գործիքները ու ուղարկվում է համապատասխան պատվիրատուներին, արտասահման դպրոցներ։ Դուդուկը քանի որ ամենահայկական արտադրանքն է, այն պետք է ամբողջ աշխարհին մատուցվի ավելի բարձր մակարդակով։ Մենք շատ շուտով պատրաստում ենք մեր գործիքակազմին համալրել նաև այլ փողային գործիքներ եւ շատ հեռու ապագայում չէ, բայց պատրաստում ենք նաև լարային եւ հարվածային այլ գործիքների պատրաստմանը։ Դուդուկից հետո մշակութային արժեքների պահպանության նպատակով այստեղ հայկական ազգային նվագարաններից շվիի, ապա գուցե զուռնայի արտադրական ցիկլ մշակեն, մեքենայացնեն։ Գիտեն շատ բարդ կլինի, բայց ֆաբրիկայի ծրագրերում վարպետների համախմբել ու մի օր նաև բացառապես ձեռքով պատրաստվող ղամիշը ձայն արտադրիչը գործարանային դարձնելն է։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։